Ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի ու գյումրեցի խուլհամրերի միջև վաղուց բարեկամական կապ կա։ Թե падգամավորի գրասենյակում, թե խուլհամրերի ակումբում բազմաթիվ հանդիպումներ են լինում։ Քննարկվում են վերջիններիս խնդիրները կամ պարզապես անմիջական զրույց են վարում։ Մարտուն Գրիգորյանը 10-ամյա գործունեության հաշվետու հանդիպումների շարքում այս անգամ հանդիպեց խուլհամրերի հետ։ Հնարավորինս փորձել եմ Գյումրի քաղաքի խնդիրները ներկայացնել ազգային ժողովում կառավարությանը, փորձել այդ խնդիրներին լուծումներ բերել։ Չգիտեմ ինչքանով եք դուք հետևել հեռուստատեսությամբ, կայքերով, թե ինչ խնդիրներ են բարձրացրել։ Խուլհամրերը մի շարք խնդիրներ ներկայացրեցին падգամավորին։ Մարտուն Գրիգորյանը դրանցից տեղյակ է եւ ինչպես ինքը կարեւորեց, առաջնային կարգով պետք է լուծի նրանց զբաղվածության հարցը, որն էլ կլուծի սոցիալական որոշակի խնդիրներ։ Մենք Հովիգի հետ գիտեք, փորձել ենք հնարավորինս տղամարդկանց ներգրավել աշխատանքների մեջ, աշխատատեղեր, երբ որ թեկուզ ժամանակավոր առաջ է գալիս, միանգամից մենք Հովիգին ենք դիմում, որ Հովիգը աշխատուժ հենց ձեր միջից ներկայացնի մեզ ու փորձել ենք այդ տարբերակով հնարավորինս մարդկանց օգտակար լինել, բայց կանանց հարցը իրականում բարդ է։ Ինչպես ներկաները փաստեցին, նրանք այս տարիներին շատ մոտ են եղել падգամավորին եւ նրա կողմից արված աշխատանքներին քաջատեղյակ են։ Հետևել եմ, շատ լավ ճանաչում եմ, շատ լավ մարդ է, շատ է օգնել։ Ինչ խնդիրով որ պետք է եղել, դիմել ենք, յուրահատուկ մարդ, Սևան ենք գնացել, Տատև ենք գնացել, բոլոր գումարային հարցերը, ճանապարհային հարցերը լուծել է միայն Գրիգորյանը։ Մենք բոլորս էլ շատ սիրում հարգում ենք իրեն, որպես падգամավոր շատ լավն է, հարցեր է ներկայացնում։ Շատ շնորհակալ եմ, որ ինքը կա, շնորհակալ եմ, որ ինքը եկել է, որպես մարդ, լավ մարդ է։ Բոլոր խուլհամրներս շատ մեծ հարգանքով ենք մոտենում, ինչպես եւ նաեւ ինքը մեզ։ Խոցելի խմբերի հետ աշխատանքը լինում է այսպես՝ հոգսերին մոտիկից ծանոթանալով եւ հնարավորության սահմաններում դրանք թեթևացնելով։ Խուլհամրերը Մարտուն Գրիգորյանին մեկ խնդրանք ունեին՝ իրենց ակումբին նոր հեռուստացույց էր անհրաժեշտ։ Հենց հաջորդ օրը խնդրանքը բավարարվեց։ Խոստացած հեռուստացույցը, որը իրենք խնդրել էին մեր շահառուները, այսօր իրականություն դարձավ։ Շնորհավորում ենք հեռուստացույցը եւ թող նրանց երեկոյան ժամանցները միշտ հաճելի լինի։ Նա ասաց եւ կատարեց. շնորհակալ ենք նրա վերաբերմունքի համար։